Կրտսեր Արամ Ասատրյանն ու կինը ընդամենը ամիսներ առաջ հայտնեցին, որ պատրաստվում են ծնողներ դառնալ։ Դեռ 1 տարի չկա, որ համացանցում ակտիվորեն տարածվում էր զույգի ամուսնության կադրերը։ Այս հարսանիքը շատ էր սիրվել հանրության կողմից։ Մարդիկ խոսում էին, տարածում այս տեսանյութերը և միմիայն դրական խոսքեր էին հնչեցնում և Արամ Ասատրյանի, և նրա ընտրյալի Աննայի, և այս երկու անձանց ընտանիքների նրանց ծնողների հասցեին։ Գեղեցիկ հարսանեկան կադրերը տարածվեցին ողջ համացանցով մեկ, իսկ այսօր արդեն նրանց հետևորդները սպասում են ընտանիքի ևս մեկ իրադարձության։ Կարճ ժամանակ անց լույս աշխարհ կգա Արամ Ասատրյանի և Աննայի առաջնեկը։ Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն զույգը աղջիկ է ունենալու։ Այս լուրը մեծ ուրախություն է առաջացրել ընտանիքում, քանի որ և հայրիկը, և մայրիկը մեծ սիրով սպասում են իրենց արքայադստերը։ Շնորհավորում ենք զույգին և ներկայացնում ենք նրանց գեղեցիկ հարսանիքի բացառիկ կադրերը հաջորդիվ ձեր ուշադրությանը։ Արամին և Աննային ենք տրամադրեցին կապակցությամբ ջեր ծափահարություններով, շնորհավորում ջեր ծափահարությունները։ Վստահ շատերը տեսել եք դրանց հարսանեկան վիդեոները ինտերնետներում, որովհետև շատ viral գնաց, շնորհավորում ենք ձեզ երջանիկ լինեք։ Լիլիթ ջան, happy birthday։ Ալեքսանդրին առաջին ավարտն եք շնորհավորում։ Rose, happy birthday։ Mary, happy birthday, և օրենք Անահիտ ու ծննդյան այսօր Անահիտ ջան շնորհավորում ենք և Վարդան և Արմեն նշում են իրենց 30 տարի միասին։ Արդեն մի քանի ամիս է համացանցի քննարկման ամենակարևոր թեմաներից մեկը Կուսան Արամ Ասատրյանի թոռան կրտսեր Արամ Ասատրյանի անձնական կյանքն ու նրա ամուսնությունն է։ Հոկտեմբերի 25-ին Դվին ռեստորանային համալիրում մեծ շուկով տեղի ունեցավ Արամի և նրա ընտրյալի Աննայի հարսանյաց հանդեսը։ Այս հարսանիքի առիթով Հայաստանին ժամանել մի շարք հյուրեր արտերկրներից, հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց ներկայությամբ և երգերով գեղեցկացրել են երեկոն։ Հարսանիքից հետո Աննայի ինստագրամյան հարթակում օր-օրի, ժամ-ժամի ավելանում են հետևորդները։ Աննայի հանդեպ հետաքրքրությունը շատացել է։ Օրերս ինստագրամյան հարթակում Աննան Արամի հետ հրապարակում է արել, որտեղ կրում է հուդի։ Աննայի կրած հագուստը շատերին ստիպել է մտածել, որ միգուցե հարսանիքից կարճ ժամանակ անց նրանց կյանքում նորություն կա և Աննան պատրաստվում է մայրանալ, քանի որ գեղեցկուհին կարծես թե կլորիկ փորիկով է, սակայն բնականաբար այդպես չէ։ Աննան պարզապես այս հագուստով այդ տպավորությունն է թողել, սակայն այս լուրն այնքան սպասված է հանրության կողմից, որ նմանատիպ խոսակցություններ են շրջանառվում։ Հավելենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք Վանյան շենքերից մեկում տեղի ունեցավ սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի կնոջ Աննայի սեփական բրենդի ստեղծումը և սեփական խանութի ցուցադրությունը իր հյուրերին։ Մենք ներկայացրել ենք ավելի վաղ այս մասին, դե իսկ այժմ ներկայացնում ենք Աննայի ամուսնու քույրիկի Արամ Ասատրյանի դստեր Զվարթի տեսքը իր հարսի խանութի բացմանը։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին և վերջին շրջանում Զվարթը բավականին գեղեցիկ տեսք ունի։ Նա երիտասարդացել է, բավականին շատ քաշ է կորցրել և այդպիսով ավելի երիտասարդ, հաճելի և գեղեցիկ տեսք ունի։ Երեկ ևս բացառություն չէր։ Նա բավականին շքեղ տեսքով էր ներկայացել Աննայի խանութ սրահի բացմանը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք այս խանութ սրահի նրա բրենդի մանրամասների մասին։ Ասատրյաններից բացի նաև բացման արարողությանը ներկա են գտնվել հայկական շոու բիզնեսից մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, երգչուհի Զարուհի Բաբայանը և ուրիշներ։ Կադրերում երևում է, որ ներկաների շարքում են եղել նաև Սյուզի Ասատրյանի սկեսուրը, ամուսնու քույրը և մի շարք այլ բարեկամներ։ Նշենք նաև, որ այս խանութ սրահում առկա են բնական մորթուց պայուսակներ։ Այս պայուսակների արժեքները բավականին թանկ են։ Մեր աչքից չի վրիպել, որ նրանցից մեկն արժե 251,000 դրամ, իսկ ամենաթանկն արժե 460,000 դրամ։ Թե ովքեր են լինելու այս բրենդի նախընտրողները, պարզ կլինի ավելի հետագայում։ Ավելի փոքր ուզում եմ ասեմ ոնց ստեղծվել ջառնան,
G Anna, իմ ազգանվար Գևորգյան Աննա, բայց միտքը բարի հենց Ջանա բարը, որոնք հայրը շատ ենք օգտագործում, բոլոր բարը հարազատ է, ու մի փափուկ, մի լավ բան զգալուց, այդ բարը շատ ենք օգտագործում, Ջանա, այդ Ջանայի մասին։ Ես այսօր մեծ սիրով փորձում ներկայացնեմ իմ նոր հավաքածուն բնական մորթիներից պատրաստված պայուսակների, հետագայում նաև աքսեսուարների և հագուստի, դեպ ասեմ, որ ես այսօր արդեն կրում եմ Ջանայի հագուստը։ Փորձել է պայուսակների միջոցով համատեղել։ Նշենք նաև, որ այս ընտանիքի մասին բազմիցս հրապարակումներով ենք հանդես եկել, վերջերս էլ Արտաշ Ասատրյանի եղբոր Սեդրակ Ասատրյանի որդու կրտսեր Արամի հարսանիքներ։ Նրանց հարսանեկան կադրերը մեծ ինտենսիվությամբ տարածվում էին համացանցով մեկ, դրանք մինչ օրս կարելի է ասել համացանցում ամենադիտվող տեսանյութերն են։ Նրանք Հայաստան էին եկել ամուսնանալու համար, արդեն այսօր գնացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դե իսկ Արամ Ասատրյանի կինը Աննան գտնվում է Բելգիայում։ Նա ուրախալի լուրով է կիսվել իր հետևորդների հետ ինստագրամյան հարթակում։ Նոր էջ մեր ընտանիքի համար սկսվում է այսօր, մեր ռեստորանը բաց է։ Գրել է Աննան հայտնելով իրենց սեփական ռեստորանի բացման մասին։ Նշենք նաև, որ սա Աննայի հայրական ընտանիքի հաջողությունն է։ Արամն ու Աննան այս պահին գտնվում են առավոտության վրա։ Արամ Ասատրյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է, դե իսկ Աննան Բելգիայում է։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել ենք Աննան վարում է իր բլոգը ցույց տալիս ինստագրամյան հարթակում իր առօրյայից հատվածներ, որոնք իսկապես հետաքրքրում են իր հետևորդներին։ Ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան է կազմակերպել, որտեղ ցույց է տվել նաև իր եւ Արամ Ասատրյանի միջև եղած ամենաերկար հեռավորությունը։ Ճանապարհը միշտ չէ, որ հեշտ է լինում, բայց երբ դուք սիրում եք իրար եւ վստահում Աստծուն, ամեն ինչ պատահում է իր ճիշտ ժամանակին։ Երբեք ծանր սրտով պետք չէ քնել։ Գրել է Աննան նշելով, որ սերն ու համբերությունը միշտ հաղթում են։ Նշենք նաև, որ հերթական անգամ ինստագրամում նրան գրել են, որ նա շատ գեղեցիկ հարսնացու էր։ Այս խոսքերին ի պատասխան Աննան նշել է, որ շատ հաճելի է միանշանակ դրական խոսքեր եւ ջերմ մեկնաբանություններ ստանալը հետևորդների կողմից։ Նշենք, որ այս հարսանիքին շատ մեծ ակտիվությամբ նաև տարածվում էին Արամ Ասատրյանի մայրիկի Կարմենի մասնակցությամբ տեսանյութերը։ Նա բավականին երիտասարդ շքեղ տեսք ունի եւ այդպիսով էլ ներկայացել էր որդու հարսանիքին եւ մեծ ուրախությամբ նշել այն։ Նշենք նաև, որ ավելի վաղ ներկայացրել էինք, որ Արամ Ասատրյանի հարսը Կարմենն ու նրա երկրորդ ամուսինը Արտակը Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո շարունակել են իրենց որդու խնջույքը։ Նրանք իրենց հրապարակումներով ցույց են տվել, թե ինչպես են հենց այնտեղ էլ նշել եւ տոնել որդու Արամի միությունը։ Նրանք հանդիպել են իրենց ընկերների Արա Ղազարյանի եւ Մհեր Բաղդասարյանի հետ ու այդպես լավ երեկո անցկացրել։ Նրանցից յուրաքանչյուրը հրապարակումներ է արել ինստագրամում։ Մհեր Բաղդասարյանը գրել է. «Հարազատ դարձած իմ ընկերները Կարմենն ու Արտակը, շնորհավորում եմ ձեր որդու Արամի ամուսնության կապակցությամբ, Աստված օրհնի ձեր ընտանիքը»։ Արա Ղազարյանն էլ հետևյալն է գրել. «Արտակն ու Կարմենը գովազդատուից դարձան մեր համար իսկական եւ թանկ ընկերներ։ Վերջերս Երևանում նրանց որդու Արամ Ասատրյանի հարսանյաց հանդեսն էր, որին ես հրավիրված էի ու ցավոք չկարողացա ներկա գտնվել։ Այսօր հավաքվել ենք աչքարուսանքի համար, Արտակ ջան, Կարմեն ջան, Աստված թող օրհնի ձեր հրաշալի ընտանիքը»։ Գրել է Արա Ղազարյանը։ Սրանի պատասխան Կարմենը պատասխանել է. «Արա ջան, ձեր նման ընկերներ ունենալը դա հպարտություն է մեզ համար, անչափ շնորհակալ եւ զգացված ենք։ Լավ եւ հավատարիմ ընկերներ ցավոք այսօր շատ քիչ են մնացել, որ կարող են քո ուրախությունը քեզ հետ կիսել։ Արա ջան, Մհեր ջան, անչափ շնորհակալ ենք հրավերքի եւ մեր ուրախությունը մեզ հետ կիսելու համար»։